Առակաց գրքում կարդում ենք. լսիր որդյա քորդ խրատը և մի մերժիր մորդ պատվիրանները։ Հայրը Աստված է, իսկ մայրը Սուրբ Եկեղեցին։ Նաև ասված են. Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս աչքերին։ Եվ յուրաքանչյուր մարդ, եթե ներքին մարդու աչքերը կապի և մտքով չնայի Աստծո պատվիրանի լույսին, մահվամբ կմեռնի, ոչ թե մարմնավոր մահվամբ, այլ հոգևոր, որ անհաղթելի և հավիտենական է, որից զարհուրած Սուրբ Դավիթ Սաղմոսերկուն աղոթում էր. լույս տուր Տեր իմ աչքերին, որ երբեք մահվանքուն չմտնեմ։ Այսպես էլ Սուրբ Եկեղեցին այս խոսքերը կրկնելով հանապազտ երգում է Աստծո առաջ առավոտյան ժամերգության ժամանակ, որպեսզի չկուրանա խավարի չար խորհրդով և չմեռնի հավիտենական մահվամբ, այն, որի մասին Տերը զգուշացնելով ասում է մեզ. «Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում, այլ դուք հատկապես վախեցեք նրանից, ով կարող է թե հոգին և թե մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ»։ Քանի որ երբ մենք մեղքով կամ անհավատությամբ մեր հոգիներն ապականում ենք, այդ ժամանակ հոգիների Տերը աննյութական սրով կտրելու է կյանքը։ Դրա համար էլ ես բոլոր մարդկանցից թշվառս, որ արարածներից ամենաչնչինն եմ և կոչմանս անարժան, ամբողջովին խորշելի և քրիստոնյաների ոտքերի կոխան տկար Ստեփանոսս, երեսնիվայր աղաչում եմ բոլորիդ. մի փակեք ձեր ականջները և մի կուրացրեք ձեր աչքերը հայրենի պատվիրանից, որ ձեզ ավանդվեց սուրբ առաքյալների և սուրբ հայրապետների կողմից։ Չխորտակեք հայրենի ցանկապատը և չվերացնեք նախնիների օրենքը, որպեսզի ըստ գրվածի չմոլորեցնի ձեզ դարանակալած չար օձը։ Ժողովողը բարբառում է, փոս փորողն ինքը փոսի մեջ կընկնի, իսկ ցանկապատ քանդողին կխայթի օձը։ Իսկ իմաստունն ասում է. նա, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք։ Քանզի տեսնում ենք ահա վիշապանման բազմաթիվ օձեր, իրենց լեզուներն ու ժանիքները սրած, սպասում են քեզ հարվածելու, որոնք նախ փորձեցին հավատքից թուլացնել, ապա եկեղեցու օրենքներից ու կարգերից։ Եվ նախ ջանում է առաջին շնորհից, անապական փրկարար պատարագի խորհրդից ունայն դարձնել, որ աստվածային պարգևներից մեծագույնն է, որ իջնելով երկնքից ներգործում է եկեղեցում ըստ քրիստոնյաների ուղիղ և կատարյալ հավատքի և աստվածագործելով մեր բնությունը կատարյալ բոլոր արարածներից միացնում է իր պարզությանը և համակ լույսին։ Ստեփանոս Օրբելյան։ Բոլոր նրանք, ովքեր հեռանում են եկեղեցու սուրբ հայրերից, ուղղափառ վարդապետությունից և դավանությունից, նրանք կխայթվեն օձի, այսինքն սատանայի կողմից։